Այսօր 2025 թիվն է նոյեմբերի 10-ը, նաև մեր ակադեմիայի հիմնադրման օրը։ Անհրաժեշտ է խորհել անցած ուղու և ապագայի մասին, և այդ խորհելու թեման թելադրում է հենց ՅՈՒՆԵՍԿՕ-ի այս տարվա խորագիրը։ Վստահություն, վերափոխում և ապագա, գիտություն, որն անհրաժեշտ է մեզ 2050 թվականին։ 50 թիվն այստեղ որոշիչ ուղենիշ է։ Այսինքն խոսք է գնում ապագա 4 դարում մեր անելիքների և տեղի ունենալիքի մասին։ Մեզ անհրաժեշտ է մտածել, խորհել գլոբալ մասշտաբով, թե ինչ է մեզ սպասվում, ինչ պետք է անենք։ Խորհենք, այստեղ շատ կարևոր է գիտակցել, որ գոյություն ունի պատմության արագացման օրենք, այսինքն այն, որ պատմական այն դարաշրջանները, շրջափուլերը, որ հաջորդաբար ապրում է մարդկությունը, անընդհատ դրանց տևողությունը կրճատվում է։ Եթե վաղնջական ժամանակներում այն եղել է 100 հազարավոր տարիներ, ապա տասնյակ հազարավոր տարիներ, ինչպես օրինակ մեր թվարկությունից առաջ 10-րդ հազարամյակում, երբ տեղի ունեցավ կենդանիների ընտելացումը, անասնաբուծության և հողագործության ուրեմն ստեղծումը, ապա հազարամյակների ընթացքում մեր թվարկությունից առաջ 1000 թվականից մինչև վերածնունդ, դրանից հետո մենք գործում ենք 100-ամյա շրջափուլերի հետ, իսկ այսօր մենք ապրում ենք ժամանակաշրջանում, որի տևողությունն այլևս տասնյակ տարիներ է։ Եվ ահա 50 թվականին մեր մարդկությունը մոտենում է իր սինգուլարության կետին։ Ինչու։ Ինչու սինգուլարություն, ինչու եզակիություն, որովհետև դրանից ավել այլևս պատմական դարաշրջանը կրճատվել չի կարող։ Պատմական դարաշրջանը հասել է 20-30 տարվա շեմին, ինչը հավասարվում է մարդու զարգացման կենսաբանական ժամանակին։ Այդ սինգուլարության վերաբերյալ խոսել են շատ գիտնականներ, մասնավորապես Սթիվեն Հոքինգը և այլն։ Սինգուլարությունը, եզակիությունը նշանակում է, որ ինչ-որ շատ կարևոր բան է տեղի ունենալու։ Մարդկության զարգացման ողջ ժամանակը միլիոնավոր տարիների պետք է արմատապես, ըստ ամենայնի արմատապես փոխվելու է։ Տեղի է ունենալու ինչ-որ բացարձակ նոր բան, անկախատեսելի, անսպասելի։ Մեզ պետք է փորձել խորհել դրա շուրջ։ Եվ այստեղ շատ կարևոր է, թե ինչպիսին է եղել նախորդ շրջափուլերի բնույթը։ Անցյալում բոլոր այդ շրջափուլերը եղել են սահմանափակված մարդկային հանրության ներքին խնդիրներով, բայց այսօր մենք գործ ունենք միանգամայն այլ իրավիճակի հետ, երբ զարգացումը վտանգում է մոլորակի գոյությունն ընդհանրապես։ Առաջ են եկել այնպիսի վտանգներ, ինչպիսիք են միջուկայինը, էկոլոգիականը, կլիմայի փոփոխություն և այլն։ Միաժամանակ անշուշտ առաջացել են նոր հնարավորություններ, ինչպիսիք են գենային ինժեներիան և արհեստական բանականությունը, որոնք ընդունակ են լուծելու մարդու հիվանդությունների խնդիրը, երկարացնելու մարդու կյանքը ֆուտուրոլոգների կանխատեսմամբ մինչև 1000 տարի և այլն, բայց միաժամանակ այս նույն հնարավորությունները նոր ռիսկեր են առաջացնում, նոր վտանգներ, և այդ վտանգներից մեկը այսօր լավ կարելի է ասել փաստագրված է բազմաթիվ գիտնականների դիմումներով, որոնց ես կանդրադառնամ, մասնավորապես այն հնարավորություններին, որ հնարավոր է տեղի ունենա մարդ տեսակի դիխոտոմիա, երկճյուղում, երբ գենային ինժեներիայի կիրառմամբ վատ տղաներն, այսպես ասած, մարդկանց մի զգալի մասը վերածեն մարդ խունարի, որը չունենա ոչ մի բանի կարիք, ինչպես կովերն օրինակ, կամ այլ կենդանիներ, միաժամանակ ինտեգրելով այդ արհեստական բանականությունը գենային ինժեներիայի մարդու ներսում ստեղծել փոքրաթիվ գեր-մարդու տեսակ, տեղի ունենա մարդկային տեսակի ճյուղավորում։ Սա միանգամայն նոր երևույթ է, որը բնութագրում է հենց այդ սինգուլարությունը։ Եվ մենք նկատում ենք, որ այդտեղ արդեն բացի այդ մի շատ կարևոր բան կա, այն, որ մենք կամաց հանձնում ենք մեր գործառույթները արհեստական բանականությանը։ Եվ ահա այստեղ է, որ այդ արհեստական բանականությունը կարող է մի օր տեսականորեն սկսել գործել ինքնուրույն և որոշել, որ մարդն այլևս ավելորդ է այս մոլորակի վրա։ Այս բանը
ուղիղ այս բառերով ֆիքսված է Ստիվեն Հոքինգի, Իլոն Մասկի և 150 այլ առաջատար գիտնականների, որոնց թվում են անցած տարվա հենց Նոբելյան մրցանակակիրները, 16 թվականին գրված նամակում, երբ նրանք զգուշացնում էին մարդկությանը նմանատիպ հնարավոր վտանգի վերաբերյալ։ Միաժամանակ նրանք նշում էին, որ տեխնոլոգիաների այս սրընթաց զարգացումը անհրաժեշտ է, որ վերահսկվի մարդկային բարոյականությամբ, գիտակցությամբ և ահա այդ պատճառով խստագույնս կարևորվում է հումանիտար ոլորտի անհրաժեշտությունը, զարգացման անհրաժեշտությունը, ներգրավման անհրաժեշտությունը։ Եվ բոլոր դեպքերում մենք նշում ենք գիտության երկակի դերը ժամանակակից դարաշրջանում։ Գիտությունն է հանդիսանում և խնդրի աղբյուրը և լուծման հնարավոր բանալին։ Այո, նոր վտանգները ծնվել են գիտությունից, բայց հենց գիտությունն է, որ ի վիճակի է դրանք հաղթահարելու։ Եվ ահա այստեղ ՅՈՒՆԵՍԿՕ-ն ասում է բառացիորեն եկեք խորհենք, ինչ պետք է մենք անենք առաջիկա 100 տարի ընթացքում։ Եվ պետք է նշել, որ բոլոր տարիներին ՅՈՒՆԵՍԿՕ-ի նոյեմբերի 10-ի վերաբերյալ տրվում էին թեմաներ, որոնք տեղային էին, լոկալ էին, վերաբերում էին գիտության ինչ-որ բնագավառի։ Սա առաջին անգամ է, երբ դրվում է ընդհանրական ունիվերսալ գլոբալ բնույթի խորագիր։ Դա խոսում է այն մասին, որ ելնելով նաև նրանից, ինչ ես վերանշեցի, որ գիտությունը այլևս պետք է հանդես գա որպես համամարտկային պատասխանատվություն գրող երևույթ։ Այստեղ շատ կարևոր է գիտակցել, որ մենք բոլորս լինելով գիտնական բնականաբար ինտեգրված ենք համաշխարհային գիտական պրոցեսներում, գիտական հանրությանը և մեր լուման պետք է բերենք այս բոլոր խնդիրների լուծմանը որպես անդամ ուղղակի համաշխարհային գլոբալ գիտական հանրության։ Միաժամանակ չմոռանանք, որ գոյություն ունի Հայաստանին հատուկ առանձնահատուկ համատեքստ։ Բանն այն է, որ առաջիկա 25 տարին նաև բնութագրվելու է գլոբալ աշխարհակարգի փոփոխության։ Մի աշխարհակարգի փոփոխություն, որն այսօր արդեն իսկ տեղի է ունենում, պատերազմներով, ցավով, արյամբ, եւ այն շարունակվելու է դեռևս երկար տարիներ, եւ մենք հիշենք, որ անցյալ շրջափուլային փոփոխության շրջաններից մեկում նախորդ դարի սկզբին մենք ունեցանք ծանրագույն փորձ, հայոց ցեղասպանությունը, մենք պատրաստ չէինք դիմակայելու նրան, ինչ տեղի ունեցավ, այսօր մենք պետք է փորձենք լինել պատրաստ։ Այսինքն մենք տեղային առանձնահատկություն ունենք։ Տեղային առանձնահատկություններից մեկն այն է, որ մենք ունենք ագրեսիվ շրջապատ, մենք ունենք ռեսուրսների ասիմետրիա մեր շրջապատի հետ, հետևաբար մեզ անհրաժեշտ է ապավինել գիտությանը։ Ինչ է նշանակում ապավինել գիտությանը։ Այսինքն մի ուժի, որն ավելի զորեղ է, քան նյութական ուժը, քան թվերը։ Սա դառնում է շատ էական երևույթ։ Ահա թե ինչու ես հանդես եմ գալիս 3 կոչով։ Կոչ առաջին ուղղված իշխանություններին։ Նոյեմբերի 10-ը անհրաժեշտ է հռչակել պետական տոն։ Հաշվի առնենք, որ նոյեմբերի 10-ը նաև նոյեմբերի 9-ի 44-օրյայի հաջորդ աշալույսն է։ Եվ նոյեմբերի 10-ը մեր ակադեմիայի հիմնադրման օրը այո անհրաժեշտ է, որ վերածվի պետական տոնի եւ այդ օրը բոլոր պետական կառույցները, ազգային ժողով, քաղաքապետարաններ, իրականացնեն միջոցառումներ եւ այլն։ Այո, անհրաժեշտ է։ Կան հռչակավոր պոետի խոսքերը, թե ուզում ես երգդ լսեն, ժամանակից շունչը դարձիր։ Կապվիր նյարդով յուրաքանչյուր քո օրերին ու քո դարին։ Այսօրվա դարը դա գիտության դարաշրջանն է։ Կամ մենք կլինենք փոփոխվող, առաջնայող, կամ մենք վտանգի ենք ենթարկում մեր գոյությունը ընդհանրապես։ Անհրաժեշտ է նոյեմբերի 10-ը հռչակել պետական տոն։ Այժմ կոչ գիտական կառույցներին։ Ելնելով այն ամենից, ինչ ես ասացի, անհրաժեշտ է էապես արդիականացնել հետազոտական ուղղությունները։ Մասնավորապես անհրաժեշտ է վերաձևել հումանիտար գիտությունը առավելագույնս ուղղելով դեպի այն մարտահրավերների ուսումնասիրությանը, ինչի մասին ես այսօր խոսեցի։
այն մարտահրավերների, որոնք կանգնած են գլոբալ մարդկության առաջ։ Եվ ահա կոչ անհատ գիտնականներին, մեզանից յուրաքանչյուրին, գիտնական անշուշտ նաև քաղաքացի է, հետևաբար յուրաքանչյուր գիտնական պետք է ապրի այն գիտակցությամբ, որ նա պետք է դառնա նաև պրոպագանդիստ գիտության, ոչ միայն մնա իր զուտ հետազոտական աշխատանքների շրջանակում, այլ նաև հանդես գա հանրության եւ աշխարհի հետ խոսելու նախաձեռնություններով։ Այսպիսով, գիտությունը քաղաքակրթական պարտավորություն է, գիտությունն այլևս մասնագիտություն չէ, այն դարձել է այո քաղաքակրթական պարտավորություն։ Գիտությունը գոյության լույսն է, այո։ Գիտությունը ոչ միայն գիտելիքի, այլև գոյության շարունակման միջոց է, այն լույսը, որով մարդկությունը ճանաչում է ինքն իրեն։ Որպես վերջաբան, այս դարաշրջանը պահանջում է ոչ միայն գիտելիք, այլև պատասխանատվություն։ Թող գիտության լույսը պահպանվի մեր բոլորի ներսում, հանուն խաղաղության, հանուն կյանքի եւ հանուն ապագայի։ Ես ուզում եմ մեջ բերել մեծ գրողներից մեկի բառերը։ Այս արևի տակ պաշտպանվելու իրավունք ունի յուրաքանչյուր արարած։ Եվ մարդկությունը որպես այդպիսի արարած այսօր կարիք ունի պաշտպանվելու, պայքարելու իր գոյության համար։ Մենք պետք է լծվենք այդ գործին։ Սա է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2025 թվականի այն խորագրի խորհուրդը։ Շնորհակալություն ուշադրության համար։